Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օրլրատվականն է, այսօր 30 ապրիլի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Մարտունի համայնքում հաստատված 31 արցախցի կանայք վերամասնագիտացել են և հնարավորություն են ստացել իրենց սեփական գործը հիմնելու ծրագիրն իրականացրել է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը վերջին 2 ամիսների ընթացքում։ Կանանց տրամադրվել են նաև տեխնիկական միջոցներ։ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպությունն ամփոփում է բռնի տեղահանված կանանց վերամասնագիտացման ծրագիրը։ Կանանց նշանակալի մասնակցությունը հետհակամարտային վերականգնմանը Հարավային Կովկասում ծրագրով համայնքում բնակվող 31 կին ձեռք է բերել նոր մասնագիտություն, հնարավորություն ստանալով հիմնելու սեփական բիզնես և ապահովելու իր ընտանիքի համար հավելյալ եկամուտ։ 31 կին վերապատրաստվեց խոհարարություն, կառուցեվ, գեղեցկության ծառայությունների, պլանավորում ենք իրենց համար նաև բիզնես դասընթացներ, մեդիագրագիտության դասընթացներ, որպեսզի կարողանան իրենց գործը առաջ տանեն։ Մասնակցել եմ վարսահարդար դասերին, մեկ հնարավորություն ավելի զարգացնելու ինձ այդ ոլորտում, նաև մատնահարդար եմ, շնորհակալ եմ, որ ուժ են տալի մեզ մեր հայրենակիցները, որ մենք ավելի առաջնայինք և մեր բալիկների համար և մեր համայնքի համար ավելի մեծ պիտանի զգանք։ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող վերապատրաստումների ավարտին մասնագիծ կանայք ստանում են նաև իրենց մասնագիտությանը համապատասխան առաջին անհրաժեշտության տեխնիկական միջոցներ և պարագաներ։ Դրանք բավարար կլինեն սեփական գործ սկսելու համար, իսկ թե որքանով կընդլայնեն, կախված է պատրաստակամությունից և աշխատասիրությունից։ Ունեմ 5 երեխա, 3 անչափահաս, սովորել եմ հրուշակեղեն, որպեսզի տանը աշխատենք, փախլավա բան տենց էլի թխենք, վաճառենք։ Սկսելու համար մենք չունենք գումար, որպեսզի գնենք հետո նոր Էդի մեզ համար մեծ բան է, որ ես պիտի այդ վառարանը կամ միքսերը ոշմեն պիտի գնենք։ Գումար պիտի որ գնեմ, չկա էդի։ Եթե էդի կա, ես արդեն կթխեմ ու կվաճառեմ, հետո իմ համար նոր սկիզբ է էլի։ Ես հավատում եմ այս կանանց ուժին և հույս ունեմ, որ նրանց տնտեսական հզորացումը կօգնի համայնքի զարգացմանը։ Նրանք պետք է դառնան ավելի ինքնուրույն և պաշտպանված, ձեռք բերեն գործարար հմտություններ, ստեղծեն հաճախորդների բազա։ Ակնհայտ է, որ սա ճանապարհի սկիզբն է միայն։ Ծրագրին մասնակցած կանայք շարունակելու են մնալ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության շահառուներ։ Այժմ մշակվում են մեխանիզմներ, արդեն բիզնեսում նրանց առաջին քայլերը հաստատուն դարձնելու ուղղությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի թիվ 8 մանկապարտեզը միացել է համայնքում Եվրոպական միության կողմից անցկացվող էներգախնայողության շաբաթին։ Մանկապարտեզում անցկացված տարբեր միջոցառումները ամփոփվել են ցուցահանդեսով և ծառատունկով։ Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա նվիրված միջոցառումները Գավառի թիվ 8 մանկապարտեզում եզրափակվում են ցուցահանդեսով և ծառատունկով։ Համայնքապետարանի հետ ակտիվ գործակցությամբ մանկապարտեզը միացել է քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի նախաձեռնությանը Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո իրականացվող միջոցառումներին և դրանցում ներգրավել նախադպրոցական հաստատության սաներին։ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցության շնորհիվ մենք իրականացրել ենք աշխատանքները մանկապարտեզում պարապմունքների ընթացքում, որպեսզի այս տարիքից սկսած երեխաները կարողանան գաղափար ունենալ կանաչ էներգիայի զարգացման մասին։ Նման նախաձեռնություններ իրականացվում են համայնքապատական կառույցներում, նախադպրոցական և արտադպրոցական կառույցներում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում և քոլեջներում։ Միջոցառումների անցկացման ձևաչափերը տարբեր են։ Կարող են լինել դասընթացներ, միջոցառումներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր։ Մենք բարձր ենք գնահատում այս միջոցառումների իրականացումը և կատարված աշխատանքները, քանի որ դրանք նպաստում են համայնքի կայուն զարգացմանը։ Մանկապարտեզում կազմակերպվել են կրթական և կորսնական տարբեր միջոցառումներ։ Երեխաներին նախ ներկայացվել են տեսական գիտելիքներ էներգախնայողության վերաբերյալ։ Նրանք ծանոթացել են աղբի տեսակավորման սկզբունքներին, մասնակցել թափոններից նոր իրերի բարձրացման և թղթի վերամշակման գործընթացների։ Ամփոփիչ ցուցահանդեսում տարբեր աշխատանքներով ու ֆլեշմոբային կարգախոսներով նրանք ներկայացնում են իրենց պատկերացումները էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ։ Այս նկարը Արիքիս օգնությամբ նկարել եմ, որ մանկապարտեզ բերեմ և ցույց տամ բոլորին։ Մանկապարտեզ հաճախող երեխաներին էներգաարդյունավետության թեման հասանելի դարձնելու համար հաճախ ներգրավում են առօրյա զբաղմունքների և աշխատանքների մեջ։ Կրթօջախի բակում նրանք խաղում են հեծանիվներով ու էլեկտրաքարշակներով, մանկապարտեզի բակում սովորում ծարտ ընկել։
Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի իլերումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ ամեն բարիք։ Կենտրոնական բանկի կարգավորիչ պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վճարային տերմինալներում, այդ թվում EasyPay վճարային տերմինալներում, այսուհետ գործում է նույնականացման միասնական համակարգ։ Նույնականացման պահանջը գործում է միայն որոշ գործարքների համար։ Դրանք են ավանդների համալրում, քարտերի համալրում, հաշվեհամարի համալրում։ Մյուս գործարքների, այդ թվում վարկերի մարման դեպքում նույնականացում չի պահանջվում։ EasyPay վճարային տերմինալներում օգտատերերը նույնականացումն անցնում են EasyWallet հավելվածով կամ eMID-ով։ 2-3 պարզ քայլերից բաղկացած գործընթացը հեշտ է եւ արագ։ EasyWallet հավելվածով նույնականանալու համար անհրաժեշտ է մուտք գործել EasyWallet հավելվածով սկանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը, հաստատել հավելվածում բացված պատուհանը։ eMID-ով նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է 2 պարզ քայլ կատարել։ Մուտքագրել այն հեռախոսահամարը, որով բջջային օպերատորի հետ ակտիվացվել է eMID-ին, այնուհետև հեռախոսում բացված պատուհանում մուտքագրել eMID PIN կոդը։ Կարևոր է իմանալ, որ նույնականացման տվյալները փոխանցվում են միայն նույնականացման համապատասխան համակարգին։ Տվյալների մշակումը կատարվում է գործող իրավական և տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։